հիմնականում Մարսը խոյում, աղեղնավորում, առուծում, կրակը կրակի հետ պիտի համընկնի, ջուրը ջրի հետ։ Մարսը խեցգետնում չի կարող համագործակցել Մարսը երկորյակի հետ, մեկը էմոցիոնալ բարբարարվածություն է ուզում այդ ժամանակ, մյուսն էլ այնքան է խոսում, պարտներին նյարդայնացնում է եւ ոչինչ չի ստացում։ Պետք է գաղտնիքներ բացահայտեմ վերջո։ Այդպիսի շատ գաղտնիքներ։ Եկեք հիվանդությունները արագ ասեմ, որ ասում եմ շտապեմ, արագ պետք է ասեմ ու գնամ։ Խոյերի համար ցավում է գլուխը, այս ծնոտի վերի մասը, եւ այրվածքներ են ունենում, վնասվածքներ են ունենում շտապելու եւ կոնֆլիկտային լինելու պատճառով։ Ցուլելու մոտ ցավում է կոկորտը, այս գեղձերն են, այստեղ շիտավիտներ ժիլիզահայերեն։ Այո, գեղձ։ Այս պահի մոռացա, հետո կհիշեմ։ Համենայն դեպս շաքարային դիաբետ կարող է լինել, նրանց մոտ ցուլերի ղեկավարը մոլորակը վեներան է, քաղցր կյանք է տանում, շատ ուտեն քաղցր, իմացեք, որ կբարձրանա շաքարի մակարդակը, նաև ծնոտի ներքևի մասն է, շնչուղիներ վերևի մասը, հիմնականում կոկորտի այս հատվածն է, հա։ Հաջորդ կենդանակերպը երկորյակն մոտ խոսք, լեզու, մտածողություն, ձեռքերն են, մատներն են եւ միշտ ասում եմ, որ երկորյակների մոտ հանդիպում են մատնահարդարների շատ, նրանց համար կարևոր է օթերն են, բրոնխները, թոքերը, եթե երկորյակներին ուզում եք, որ մի քիչ երկորյակը ակտիվ չլինի, ուղղակի պիտի թույլ չտաք նա խոսի, վերջ։ Փակվում են նրա օթերը։ Հաջորդ կենդանակերպը խեցգետին է, խեցգետինների ստամոքսը, աղեստամոքսային տրակտը, բայց վերևի հատվածը, նաև կրծքերը ինչու, որովհետև կերակրման այդ հատվածն է, մայրության կենդանակերպն է, եթե նեղացան խեցգետինները կցավի իրենց ստամոքսը։ Հաջորդը առուծի սիրտը, պատկերացնեք սինխրոն գնում են պարոն Ղուշյան, սիրտն է ցավում առուծների մոտ եւ նաեւ մեջքն է ցավում, սիրտը այն պոմպն է, որ ողջ օրգանիզմին արյուն է տալիս, արյան հետ կապված խնդիրներ են ունենում, կախված մոլորակներից, Յուպիտերը այնտեղ արյունը խիտ կլինի, շատ կլինի, Սատուրնը այնտեղ լինի, սակավարյունություն կարող է տալ եւ այլն։ Կույսերի մոտ աղեստամոքսային տրակտը, բայց ստամոքսի ներքևի հատվածը, աղիքները ավելի շատ, կցավա ձեր աղիքները, կույսերը եթե շատ պեդանտ են, նրանք շատ մաքրասեր են եւ մանուկների ետևից են ընկնում, աշխատանքի հետ կապված խնդիրները հիմնականում ազդում են նրանց աղիքների վրա, աղիքի ճակ են ունենում, աղիքի հետ կապված փորկապություն են ունենում, կախված արդեն մոլորակների դիրքից։ Սիրելի կշերտներ, դուք էսթետներ եք, ձեր ցավալու է ձեզ մոտ այսպես երիկամները, միզասեռական օրգանները, ձախ երիկամը ցավում է անմիջապես ձեր բարդ հարաբերությունների համար, այն բարդ հարաբերություններ, որ դուք ունեք ձեր երկրորդ կեսի հետ, աջ երիկամը ցավում է ընդհանուր շրջապատի համար